Գործընկերս նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի անունը հնչեցնելու հատկապես պրոբլեմ կա, որ ամեն ձև խուսափում են իրավական բնույթի հարցեր բարձրաձայնեն, եւ դա ինչ-որ առումով տեղավորվում է այն մեր օրերում առկային մտածելակերպի հետ, որ Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից պետք է հրաժարվել կամ ընդհանրապես նման գործընթացներ առաջ չտանել, սակայն շատ հատկանշական է, որ նույն Հայաստանի վերաբերյալ դիրքորոշումներում Ադրբեջանը դա չի փոխադարձում եւ ամենասուր քննադատական խոսքերով եւ նաև շատ մանիպուլատիվ եւ կեղծ տեղեկատվությամբ փորձում է այն ամեն ինչը վերագրելի է իրենց, վերագրել Հայաստանի Հանրապետությանը եւ դա եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ նման միակողմանի օրակարգը ոչ մի լավ բանի չի բերելու, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը միջազգային ատյաններում եւ ապատեղեկատվություն տարածելով, սակայն հակադարձում չստանալով կարող է բավականին իրենց համար դրական արդյունքներ արձանագրել։ Անդրադառնալով մեր կողմից ներկայացված զեկույցին, նշեմ, որ կարճ ժամկետում փորձել ենք առավել կարևոր թիրախային թեմաները արձանագրել եւ ներկայացնել։ Դրանցից առաջինը վերաբերում էր ժողովրդավարությունից նահանջին, հատկապես վերջին տարիներին բոլորի ուշադրության կենտրոնում է թիմերի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները, դրա վերաբերյալ առանձին անդրադարձ կատարել ենք, սակայն ոչ ամբողջությամբ, որտեղ թեման էլի ինքնին ծավալուն է։ Եթե շատ փորձենք ամփոփել հիմնական միտքը, այն է, որ իշխանությունների կազմակերպված ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այսինքն տեղի ունեն ընտրություններ, ժողովուրդը իր կամայտնություն հայտնում է ինչ-որ եղանակով, սակայն քրեական գործերի տարբեր հնարքներով թիմերից անձանց փախցնելու եւ այլ եղանակով, տարբեր ընտրական կեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման արդյունքում վերջնական ձևավորում է այնպես, որ պարզ է, որ համայնքի բնակիչները որոշել են, օրինակ պետք է ընդդիմությունը հաղթի այդ համայնքում, սակայն վերջնարդյունքում ստացվում է, որ իշխանական համայնքի ղեկավարը նշանակվում կամ այլ գործընթացների ընթացքում ընտրվում։ Օրինակներ բերված են Երևանից, երբ որ գործող իշխանությունները այդպես էլ 51% չունենալով տարբեր եղանակներով կարողացան ընտրել քաղաքապետ, ընդ որում բավականին ծավալում ներկայացված է բոլորեն ընտրախախտումները, որը Երևանի ընտրություններում տեղի ունեցան, ներկայացրել ենք Վանաձորի դեպքը, Բերդ համայնքի դեպքը, Ալավերդու դեպքը, երբ որ նաև բիրտ ուժի, ոստիկանական ուժի միջամտությամբ եւ քաղաքական տարբեր հնարքներով էլի կրկին անտեսվել է ժողովրդի կամքը եւ ժողովրդի կողմից ընտրված ավագանի եւ համայնքի ղեկավարները չեն շարունակել պաշտոնավարել։ Եվս ամեն ինչը գալիս է ամփոփելու, որ ժողովրդավարությունը ցանկալի չի, գործող իշխանությունների նկատմամբ եւ քայլեր չեն ձեռնարկվում դա բարելավելու, հակառակը ամեն կերպ տեղի ունենում քայլեր հակառակ արդյունք ամրագրելու եւ նաեւ դրան իրավական ամրագրում տալու, այսինքն բոլոր իրավապահները, որոնք պարտավոր էին անդրադառնալ այդ հարցերին, չեն անդրադառնում եւ կոծկում են այդ իրադարձությունները։ Երկրորդ խումբ ուրեմն խախտումները դա խոսքի ազատության եւ զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ էր, ներկայացվել են տարբեր դրվագներ եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքի սահմանափակման, օրենսդրական կլինի գործողություններով կլինի լրագրողների նկատմամբ բռնության, խոսքի ազատության վերաբերյալ տարբեր իրավական եւ ոչ իրավական գործիքների կիրառումը, օրինակ ծանր վիրավորանքի քրեականացումը, դրա ապա քրեականացումից հետո այդ նույն արարքները խուլիգանության անցակազմի ներքո ընդլայնված մեկնաբանելու պարագայում հասարակական հանրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ հետապնդումները եւ միակողմանի նաև օրինակ տարբեր երկրների մեկնաբանություններ կտեսնենք, որ հատկապես ուշադրություն են հրավիրում ատելության խոսքի վերաբերյալ եւ այդ պարագայում նաև միակողմանի դրսևորումների, երբ որ օրինակ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց խոսքերի մեջ կարող են քշփորել գտնել ինչ-որ ատելության կամ բռնության սպառնալիք, բայց դրա ավելի ինտենսիվ եղանակով, որը կատարվում է հակառակ ճամբարից, ընդհանրապես ոչ միայն սեփական նախաձեռնության վարույթներ չեն հարուցվում, այլև ներկայացված հաղորդումներով պատշաճ քննություն չի իրականացվում։ Հավաքների ազատության վերաբերյալ ենք դիրքորոշումներ ներկայացրել, հատկապես հավաքների ուղեկցումը ոստիկանական բռնություններով, կենտրոնական էպիզոդը 2024 թվականի հունիսի 12-ն էր, երբ որ բացահայտ անհիմն ոստիկանության կողմից կիրառվեցին լուսաձայնային նռնակներ, դա փորձեց փաթեթավորվել
կեղծ տեղեկատվությամբ, որ փորձել են հարձակում կանխել, սակայն տեսանյութերով իրականում հակառակներ հիմնավորում եւ նաեւ առանձին խմբակներով ներկայացրել էին զեկույց, որով տեսանյութերով եւ հստակ դրվագներով հիմնավորում են, որ ոստիկանական գործողությունները ոչ միայն անհրաժեշտ չեն եղել, այլև կիրառվել են օրենքով արգելված հատուկ միջոցներ, արդյունքում բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Հատկանշական է, որ նույն տեսակարարքի համար օրինակ նախկինում ոստիկանապետի տեղակալ էր դատվում եւ դատական ակտը ուժի մեջ համատե կարծեմ դուսաձայնային նռնակ կիրառելու համար, բայց նույն դեպքով եւ ավելի ինտենսիվ է, շուրջ 3 տասնյակ նռնակների կիրառման արդյունքում որևէ պատասխանատվության չի ենթարկվել ոստիկանության ղեկավար կազմը, չնայած այդ տեսանյութերից կրկին ակնհայտ երևում է, ինչպես է ոստիկանության պետը եւ նրա տեղակալը այդ հանձնարարությունը ինչպես են տալիս ենթականերին։ Կարևոր է նաեւ, որ այդ բռնությունը ոչ միայն քննության առարկա չի դարձել մինչև հիմա, քննչական կոմիտեում նշում են, որ այդ հարցը քննվում է, սակայն մեկ ամիս անց ցուցարարների նկատմամբ քրեական գործեր ուղարկվեցին դատարան, սակայն ոստիկանների վերաբերյալ նույնիսկ մեղադրանք չկա։ Բացի այդ, նման տեսակի ոստիկանական բռնությունները ամենաբարձր մակարդակով խրախուսվեցին ազգային ժողովում, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ այլ պաշտպանատար անձանց կողմից։ Սա ինչ որտեղ նաեւ զուգահեռվում է խոշտանգումների եւ բռնությունների թեմային, որը առանձին էլի ներկայացրել ենք, եւ դա ամենաշատ քննարկվող թեմաներից է նաեւ խորհրդատու պետությունների կողմից բարձրաձայնվում է խոշտանգումների, բռնությունների եւ դրանց ոչ պատշաճ քննության վերաբերյալ մտահոգություններ։ Եթե այլ դեպքերում սովորաբար երկրները ավելի դրական ուրեմն երանգով են ներկայացնում իրավունքների պաշտպանության զարգացման հեռանկարները, այսինքն խրախուսում են երկրին, որպեսզի եւս մեկ քայլ առաջ կատարի իրավունքի պաշտպանության զարգացման հարցում, ապա այս բռնությունների եւ խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ հնչում են, որովհետեւ դրանք ակնհայտ են, հանրությանն էլ նաեւ շատ քաչ հայտնի են դեպքեր, մեկ օրինակ ընդհանրապես բերեմ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, որը շուտ 1 տարի արդեն անցել է, սակայն պատշաճ քննության չի ենթարկվել եւ նույնիսկ այն ոստիկանները, ովքեր նպաստել են այդ խոշտանգմանը, առ այսօր շարունակում են ծառայություն իրականացնել եւ ուղեկցել այլ ձերբակալված անձանց, նաեւ նման սպառնալիք ստեղծելով։ Շատ կարճ փորձեցի ներկայացնել այն, ինչ որ ներկայացված էր մեզ կողմից, նաեւ կարճ անդրադարձ կկատարեմ, թե ինչ դիրքորոշումներ են ներկայացվում եւ ինչ առաջարկություններ են ներկայացվում Հայաստանին այս փուլի խորհրդատվական կարծիքներում եւ հարցադրումներում։ Հատկապես շեշտադրումը կատարվում է լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների, իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների եւ սահմանափակումների եւ մի շատ կարեւոր թեմա, որը մենք չհասցրեցինք ծավալուն լինելու պատճառով ներառել զեկույցում, դա դատական իշխանության խիստ կախվածությունն է օրենսդիր եւ գործադիր իշխանություններից։ Այդ կախվածությունը առաջացել է ինչպես անհատական գործերով, ուրեմն ոտնձգություններ կատարելով դատարանների եւ դատավորի նկատմամբ, այնպես էլ օրենսդրական մակարդակներով հնարավորինս դատական անկախության երաշխիքները նվազեցնելու ճանապարհով եւ սա մտահոգություն է, որը տարբեր երկրներ արտահայտում են։ Պարոն Խուդուրյան, նշեցիք ձեր դիրքորոշումները, որոնք ներկայացրել եք, առաջարկները եւ այլն, ամեն դեպքում այս ընթացքում նաեւ տարբեր միջազգային կառույցներ են անդրադարձել այս խնդիրներին, անգամ ԱՄՆ պետդեպն է իր զեկույցում մատնանշել կոնկրետ դրվագներ, բայց տեսնում ենք, որ այսպես սայլը տեղից չի շարժվում եւ Freedom House-ի եւ Heritage Foundation-ի դատարանների մասով եւ Human Rights բոլորը անդրադառնում են ինչ-որ խնդիրների, բայց ոչինչ չի փոխվում, անգամ միջազգային կառույցների արձագանքն է հաճախ ոչ համարժեք, ի տարբերություն մինչև 2018-ը տեղի ունեցող այլ դրվագների արձագանքների։ Ինչու, ինչ պիտի փոխի այս առաջարկությունները, եթե անգամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես դուք եք նշում, հակված չէ մարդու իրավունքները պաշտպանել Հայաստանում։ Ես այդ հարցին էլի կփորձեմ օրինակ բերել հենց ոստիկանական բռնությունների առումով։ Տեսեք, ցանկացած երկրում կարող է լինել ոստիկանական բռնություն, որտեղ այս կամ այն ստորաբաժանման ոստիկանը կարող է բավականաչափ պատրաստված չլինել պրոֆեսիոնալ, չլինել զուսպ, էմոցիաների տրվել եւ այլն։ Սակայն այդ խնդիրը համակարգային չի դառնա, եթե այդ անձի գործողությունները պատժվեն։
ոչ միայն ոստիկանական համակարգի ներսում, այլև քննչական դատախազական մարմինների։ Մենք դիտարկում ենք, որ բոլոր դեպքերում, երբ որ տեղի ունեն ոստիկանական բռնություններ, հավաքների ընթացքում հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ անձանց տեսախցիկների առաջ դաժանորեն ծեծի ենթարկելու կադրեր եւ դրան չեն հետեւում ոչ միայն ծառայողական քննություններ, այլև քրեական վարույթներ եւ որևէ անձի միջև հիմա մեղադրանք չի առաջադրվել։ Դա հուշում է, որ այս ամեն ինչը բարձրագույն մակարդակով հովանավորվում է եւ անկախ նրանից մենք հիմա ինչ կքննարկենք, եթե մարդկանց մոտ դա մտահոգություն չի առաջացրել դրա դեմ առնելը, ուրեմն ցանկալի արդյունք է դա։ Այլ հարց է, երբ որ մենք դժգոհում ենք միջազգային կազմակերպությունների արձագանքից, նաև պետք է նկատի ունենանք, որ նախկինում էլ այդ արձագանքները ոչինչից չեն եղել եւ բնականաբար դրան պետք է նախորդի քաղաքացիական հասարակության ակտիվ գործողությունները, նույնիսկ այն պարագայում, եթե ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, ինչ-ինչ շահերի համակարգման պայմանավորված նման դիրքորոշումներ ներկայացնել այդքան էլ ցանկալի չեն լինի։ Մյուս կողմից ներկայացված բազմաթիվ փաստերը ամեն դեպքում որոշակի արդյունք տալու են եւ կարծում դրա արդյունքն է նաեւ ձեր կողմից նշված միջազգային կազմակերպությունների կողմից առանձին հրապարակումներում եւ զեկույցներում տարբեր հարցերի արձանագրումը, որը տևական է ժամանակահատվածում ոչ անմիջական արդյունքի տեսանկյունից, ես կարծում եմ ամեն դեպքում դրական է եւ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքում որևէ արդյունք չգրանցելը չի նշանակում, որ այս աշխատանքները չպետք է կատարվեն եւ հարցերը չպետք է բարձրացվեն։